Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար։ Ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 14.1 հոդվածի առաջին մասով, 16-րդ հոդվածի առաջին մասով Հայկ Արսենի Հարությունյանին 2025 թվականի նոյեմբերի 6-ից նշանակել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար, ասված է որոշման մեջ։ Փաշինյանը նաև որոշում է ստորագրել, որով Կիպրոսի դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք է սահմանվել, հիմք ընդունելով դիվանագիտական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը, սահմանել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք, նշված է որոշման մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4.370.000 դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Միջոցներն ուղղվելու են տվյալ բնակավարում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Պաշտպանության նախարարությունից վստահեցնում են, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը կհանդիպի Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային և մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Եղիասար Հավաքյանը։ Այցի շրջանակում կստորագրվի համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության Գերագույն Վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև։ Հայաստան է ժամանում հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Գնացքը Հայաստան է ժամանել Տավուշի մարզի Այրում կայարանով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս Այրում կայարանում էր դիմավորելու Հայաստան եկող գնացքին։ Նա նշել է, որ 15 վագոն հացահատիկով է բռնված գնացքը, որը կազմում է շուրջ 1000 տոննա։ Հրդեհ է բռնկվել Կոմիտասի Երևան Սիթիում, այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Նոյեմբերի 6-ին ժամը 11:08-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի Պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության 1B սկանչով դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։ Պարզվել է հրդեհը բռնկվել է Երևան Սիթի խանութների ցանցի Կոմիտասի Պողոտայի մասնաճյուղում, որտեղ տեղակայված են նաև սննդի այլ կետեր ևս։ Այսօր հրդեհ է բռնկվել նաև Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում, դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։ Այսօր ժամը 10:58-ին ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին։ Բելարուսի հետ սահմանը պետք է վերաբացվի Մաքսանենք օդապարիկների խնդրի լուծումից հետո, այս մասին հայտարարել է Լիտվայի Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը։ Մենք դեռ ուզում ենք, որ կյանքը շարունակվի և որ սահմանները մի օր կրկին բացվեն, ասել է պաշտոնյան։ Օլեկասը նշել է, որ սահմանի փակ լինելը մարդկանց խանգարում է բնականon կյանքով ապրելուն։ Ուկրաինայի հակամարտության հովանավորումը վտանգավոր ուղղություն է Եվրոպայի համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆինլանդիայի ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդ Մեման։ Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի հատկացմանը։ Բացի այդ, նրա խոսքով Եվրոպան զգալի միջոցներ ներդրում լայնամասշտաբ հակամարտության նախապատրաստման համար, իսկ վերազինման համար, ինչպես սպասվում է, կծախսվի 6.8 տրիլիոն եվրո։ Ինչու են եվրոպական առաջնորդները շարունակում հովանավորել պատերազմը, որը շուտով կտարածվի Եվրամիության քաղաքներում, հարցրել է քաղաքական գործիչը։ Ուկրաինան ստացել է Միացյալ էքսպեդիցիոն կորպուսի Մեծ Բրիտանիայի գլխավորած ռազմական կոալիցիայի գործընկերոջ կարգավիճակ, որի մեջ մտնում են Հյուսիսային Եվրոպայի և Մերձբալթյան երկրները։
Այս մասին հայտնել է ֆրանսիական Le Monde թերթը։ Ուկրաինան կարող է հույս դնել եվրոպական ամենավճռական դաշնակիցների վրա եւ այս 10 երկրները ցույց են տալիս, որ մենք աջակցենք Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Համապատասխան համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Նորվեգիայի Բուդե քաղաքում կոալիցիայի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Դենիս Շմիգալը։ Կան բազմաթիվ բազմազգ երկրներ, բայց ոչ մեկ այնքան եզակի չէ, որքան Ռուսաստանը, թե ինչու է կարևոր ամրապնդել միասնությունը եւ պետության բոլոր բնակիչների համար ընդհանուր ինքնությունը, ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում։ Շատ բազմազգ երկրներ կան, բայց Ռուսաստանի նման ոչ, նշել է Պուտինը։ Մենք ունենք եզակի երկիր, հետևաբար մենք պետք է ամեն ինչ անենք մեր համայնքը, մեր միասնությունը, մեր քաղաքացիական եւ ազգային ինքնությունը եւ հետևաբար մեր պետական եւ համառուսական ինքնությունը, մեր ռուսական ինքնությունը ամրապնդելու համար։ Եզրափակեց նախագահը, այս հիմքի վրա մենք պետք է ամրապնդենք մեր պետությունը, ամրապնդենք ռուսական ինքնությունը եւ ամրապնդենք ռուս ժողովրդին։ Սա է մեր խնդիրը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, քննարկելով Եվրոպական միությանը միանալու գործընթացը։ Այս մասին հայտնել է Զելենսկին իր Telegram-յան ալիքում։ Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են եվրոպական ինտեգրման ընթացիկ փուլին, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում Սերբիայի հետ երկխոսությունը եւ կարեւորում է նրա դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Սերբական կողմը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տարածել, սակայն ըստ բրյուսելյան աղբյուրների քննարկման թեման եղել է նաև Բալկանների եւ Արևելյան Եվրոպայի երկրների եվրոպական ապագայի շուրջ համագործակցությունը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Ցիարտոն հայտնել է երկրի պատրաստակամությունը Բուդապեշտում հյուրընկալելու Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը, եթե Մոսկվայի եւ Վաշինգտոնի նախապատրաստական աշխատանքները հաջող լինեն, հայտարարել է Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչը։ Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությունը դեռևս գոյություն ունի, բայց նման բանակցությունները պետք է լավ նախապատրաստվեն։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես հայտարարեց, որ Ռուսաստանի համար կարևոր է պատրաստել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հնարավոր հանդիպման բովանդակությունը, որից հետո առաջնորդները կկարողանան որոշել նոր շփման ժամկետը եւ վայրը։ Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ 2020 թվականի հունիսի 1-ին Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանքեր է առաջադրվել 2 դրվագով։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է առանձնապես խոշոր չափերով վատնում, եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով այն է լրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, նշված հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար։ Փաշինյանի քաղաքականությունն ավելի աղետալի կլինի, եթե նրա քաղաքական ուժը վերընտրվի։ Այս մասին Եվրամեդիա 24-ի ստատուս քվո հաղորդաշրջանակներում հայտարարել է շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հետագից չունեցող քաղաքականություն է, անգամ կարելի է արդյոք դա համարել որպես քաղաքականություն, կդժվարանամ ասել։ Դրա հետևանքները եւ դրա աղետալի իրավիճակները կարող են անգամ աղետալի դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ իմ գնահատմամբ, եթե առավել եւս նրանց այս վերջին 7-րդ համաժողովի ընթացքում հրապարակած հռչակագրի կետերը նկատի ունենալով, եթե մենք ամբողջ ժողովրդով չգիտակցենք, եթե քվեով օժտվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, ապա խիստ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա։ Այս առումով ես կարծում եմ, որ նրանց քաղաքական կրավորական կեցվածքը եւ ոչ ճիշտ եւ պատշաճ ընտրված քաղաքական ուղղությունը ամենևին էլ չեն պատասխանում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի գլխավոր գոյութենական պահանջներին։
Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումների մոլեգնող ալիքը բոլորին հասնում է։ Սերժ Սարգսյանն այս 7 տարիների ընթացքում ինչպես իր կուսակից մյուս ընկերները տարաբնույթ քաղաքական հետապնդումների եւ շինծու քրեական գործերի ու դատական նիստերի մեջ է։ Լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Սա շարունակվելու է։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է քաղաքական մրցակիցներին տարաբնույթ պետական լծակներով իրավապահ համակարգը շահարկելով քաղաքականությունից դուրս թողնելու փորձերով, ասել է Աշոտյանը։ Նա կարծում է, թե Հայաստանում հակաժողովրդավարական զարգացումները կարելի է կանխել երկու մեխանիզմով։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումն է, իշխանափոխությունը, ինչն այս պահի դրությամբ չի ստացվում։ Ցավոք ընդդիմադիր ուժերի մի զգալի մասն ավելի շատ մտածում է ընտրությունների կատեգորիայով, քան օր առաջ այդ խնդրին համատեղ ուժերով լուծում տալու հրամայականով։ Երկրորդը դրսի ճնշումներն են, որոնք չեն լինի, որովհետև ժողովրդավարության համար աշխարհով մեկ պայքարիստի անուն հանած Արևմուտքն առաջնորդվում է բացահայտ երկակի ստանդարտներով, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը դրսում սպասարկում է իրենց համար համադրելի եւ ընդունելի շահեր, ներսում նրանք պատրաստ են ամեն ինչի դեմ աչք փակել, ասել է Արմեն Աշոտյանը։ Չինաստանը նոյեմբերի 10-ից սկսած 1 տարով կդադարեցնի ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ 24% մաքսատուրքը։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆինանսների նախարարությունը։ Նշվում է, որ ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ 10% մաքսատուրքը կմնա ուժի մեջ։ Փաստաթղթում ասվում է, որ սա կնպաստի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացմանը եւ օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին։ Եթե Լիտվայի տարածքի վրայով ենթադրաբար Բելարուսից թռչող օդապարիկների հետ կապված խնդիրը վերջնականապես լուծվի, երկու երկրների միջև սահմանը կարող է վերաբացվել։ Այս մասին հայտարարել է Լիտվայի խորհրդարանի խոսնակ Յոուզաս Օլեկասը։ Ձեռնարկված միջոցները կունենան ազդեցություն, վերջին օրերին օդապարիկներ չեն եղել։ Անկախ Բելարուսի ռեժիմի արձագանքից մենք դեռ ցանկանում ենք, որ կյանքը շարունակվի եւ սահմանները մի օր վերաբացվեն, ընդգծել է Օլեկասը։ Ռումինիան օդ է բարձրացրել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կործանիչները Ուկրաինայի սահմանին հայտարարված օդային տագնապի պայմաններում։ Ինչպես հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը, օդ են բարձրացվել 2 F-16, որոնք տեղակայված են Ֆետեշտի ավիաբազայում, եւ 2 գերմանական Եվրոֆիխտեր Տիփոն տեղակայված Միխայել Կոգելնիչանու բազայում։ Նրանց առաջադրված է եղել ազգային օդային տարածքի անվտանգության, ապահովման եւ ցանկացած հնարավոր խախտման կանխման առաքելություն։ Նշվում է, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերը ստացել են թույլտվություն անհրաժեշտության դեպքում ոչնչացնելու օդային թիրախներ, եթե դրանք սպառնան երկրի տարածքային ամբողջականությանը։ Դեպքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում աճում է զգոնությունը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով։ Ավելի վաղ Բելգիայում սկանդալ էր բռնկվել կապված 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման հետ, որոնք քննադատվել էին իրենց բարձր արժեքի եւ ավելորդ մարտական հնարավորությունների համար։ Արեգակի վրա 24 ժամվա ընթացքում տեղի ունեցել X մագնիտուդով երկրորդ բռնկումը հայտում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակտային աստղագիտության լաբորատորիան։ X1-2 մագնիտուդով եւս մեկ բռնկում տեղի ունեցել արեգակտային սկավառակի հենց եզրին, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք նաեւ պարզաբանել են, որ հնարավոր պսակային զանգվածային արտանետումը չի ազդի երկրի վրա։ Նախորդ համեմատելի հզորության բռնկումը տեղի ունեցել երեքշաբթի երեկոյան։ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը նախատեսում է վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի դեմ պատժամիջոցները, ով երկուշաբթի օրը Սպիտակ տանը պետք է հանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Reuters-ը հղումանելով փաստաթղթին։ Բանաձևի նախագծում նաև կոչ է արվում վերացնել Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբի դեմ պատժամիջոցները։ Հստակ չէ, թե երբ կարող է բանաձևը քվեարկության դրվել։ Ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 9 կողմ ձայն եւ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետո չկիրառել։ Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնը մի քանի ամիս է ինչ կոչ է անում անվտանգության խորհրդին մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։
Ուկրաինան մարդկային ռեսուրսների պակասի պատճառով կներդնի ժամկետային զինվորական ծառայության համակարգ։ Իլրուման Ուկրաինայի զինված ուժերում գործող զորակոչի համակարգի հաղորդում է The New York Times-ը։ Ըստ թերթի, մինչև վերջերս ուկրաինացի զինծառայողները ծառայում են մշտական պայմանագրերով, որոշում է կայացվել հրաժարվել այս համակարգից, քանի որ այն համարվում է միակողմանի տոմս դեպի առաջնագիծ։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է նոր համակարգի համաձայն զինվորականները կկարողանան կնքել ժամկետային պայմանագրեր 1-ից 5 տարի ժամկետով։ Նա հավելել է, որ նոր զորակոչի համակարգը չի փոխարինի զորահավաքին, սակայն 2 կամ ավելի տարի ժամկետով պայմանագիր կնքած զինվորները կստանան 1 տարվա հետաձգում ապագա զորահավաքից դրա ժամկետը լրանալուց հետո։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Բրյուսելը քննարկում է Եվրամիության նոր անդամների փորձաշրջանի ներդրման գաղափարը։ Նրա խոսքով այս քայլը նպատակ ունի կանխել այն իրավիճակները, երբ անդամակցության դիմող երկրները հետագայում կարող են գործել միության շահերին հակառակ։ Ես չեմ ցանկանում դառնալ այն հանձնակատարը, որը Եվրամիությունում տեղ է տվել տրոյական ձիերին, որոնք 5, 10 կամ 15 տարի անց կսկսեն վնասել միության։ Նշել է Կոսը, չպարզաբանելով, թե ինչպես կգործի այս մեխանիզմը եւ ինչ սահմանափակումներ կդրվեն նոր անդամների վրա։ Նրա հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ իր երկիրը պատրաստ է բացել Եվրամիության անդամակցության բանակցությունների մի քանի փուլեր, ընդգծելով, որ Կիևը շարունակում է ինտեգրման ուղին, չնայած ներքին եւ արտաքին մարտահրավերներին։ Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ M23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը 2-րդը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Մրցաշարի լավագույն ծանրորդները Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանն են։ Բնակիչների պահանջը կատարվել է, աղտոյանները հեռացել են Մերձավանից, այս մասին հայտնել է հրապարակը։ Մերձավանում ապրող ԿՊԱ-ական աղտոյանների Գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին իրականացնում գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ, ինքնաբուխ էր։ Մարդիկ վրդոված էին իրենց համագյուղացու Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ազգուտակի դեմ։ Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել։ Ըստ տեղեկությունների, բնակիչների պահանջը կատարվել է։ Աղտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից եւ նրանց հեռանալուց տեղյակ է նախաքննական մարմինը, քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը, սակայն մանրամասներ չեն ներկայացրել, թե ինչպես է տեղի ունեցել աղտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց։ Միայն ասել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց, անվտանգության տեսակի հետ կապված մեկնաբանություն չեն արել։ Ծափաթաղից անհետ կորած եւ 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրու եղբայրները տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդ։ Այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ 3 էր Գեղարքունիքի մարզպետարանում խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրվել, որի արդյունքում որոշվել է երեխաներին անհապաղ տեղափոխել աջակցության կենտրոն։ Մամիկոն Գալոյանը հայտնել է նաեւ, որ տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը եւ գնալ հայրական տուն։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սպանություն կատարելու մեջ մեղադրվում է երեխայի հայրը, նա կալանավորվել է։ Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ 34-ամյա մահմետական սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում նախնական ոչ պաշտոնական արդյունքներով ստանալով ձայների 50.35%-ը։ Ես կլինեմ քաղաքապետ յուրաքանչյուր Նյու Յորքցու համար, անկախ նրանից դուք քվեարկել եք իմ կամ Էնդրյու Կուոմոյի օգտին, թե չափազանց հիասթափված եք եղել վաղուց աշխատող քաղաքական համակարգից ընդհանրապես քվեարկելու համար։ Ես կաշխատեմ լինել այնպիսի քաղաքապետ, որով դուք կհպարտանաք
հաղորդում է հրատարակությունը։ Մամդանին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ նրա մրցակից Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն զարմանալիորեն ընդունել է իր պարտությունը։ Նշենք, որ 34-ամյա Մամդանին կդառնա քաղաքի ամենաերիտասարդ քաղաքապետը վերջին 100 տարվա ընթացքում, ինչպես նաև առաջին մահմեդականը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Նյու Յորքի քաղաքային ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կես դարից ավելի ընթացքում առաջին անգամ 2 միլիոն մարդ է քվեարկել Նյու Յորքի քաղաքային ընտրություններում, որոնք կորոշեն նոր քաղաքապետին։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ 1969 թվականից ի վեր առաջին անգամ հասել ենք 2 միլիոն ձայնի նշագծին, ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։ Նյու Յորք քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 8.5 միլիոն։ Նախորդ 2021 թվականի քաղաքապետի ընտրություններին մասնակցությունը կազմել է 1.15 միլիոն մարդ։ Քաղաքապետի ընտրություններից բացի Նյու Յորքցիներին խնդրվել է քվեարկել մի քանի քաղաքային պաշտոնների համար, այդ թվում շրջանային դատախազի եւ քաղաքային խորհրդի անդամի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու որոշումը թույլատնում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը եւ ցույց է տալիս լարվածության աճը, հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Կարծում եմ, սա համաշխարհային համակարգի թույլատում է, հնարավոր է նաեւ չտարածման համակարգի։ Սա գոյություն ունեցող խորը ճգնաժամի դրսևորում է, ասել է Գրոսին։ Նա նման փորձարկումները որակել է որպես մկանների ցուցադրում եւ սեփական կարողությունները ցուցադրելու ցանկություն։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նաև կասկածի տակ է դրել Թրամփի այն պնդումների իսկությունը, որ Ռուսաստանը եւ Չինաստանը գաղտնի միջուկային փորձարկումներ են անցկացնում։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ ընթացել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Նիստի մասին նախապես հայտարարված չի եղել, միայն 3 երեկոյան են տեղյակ պահել, որ այսօր կկայանա դատական նիստը։ Դատավորը հայտարարել է, որ երեկուշ երեկոյան հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց, նաև բացակայելու արգելք կիրառելու մասին։ Այդ իսկ պատճառով հրատապության կարգով այսօր դատական նիստ է նշանակվել քննելու նշված միջնորդությունը։ Դատավորը որոշել է նիստ անցկացնել դռնփակ։ Սերժ Սարգսյանը ներկայում մեղադրյալ է մի քանի քրեական գործերով։ Դրանցից մեկը վերաբերում է վառելանյութի գործին, որը վերաքննիչ դատարանը վերադարձրել է առաջին ադյան նոր քննության։ Բացի այդ, նա մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ անօրինական հողային գործարքներ իրականացնելու եւ կաշառք ստանալու համար։ Երրորդ նախագահը բոլոր մեղադրանքները չի ընդունում, դրանք որակելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Նոյեմբերի 4-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը բացվել է տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել ամենայն հայոց կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար եւ արդյունավոր ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին հայրենական կյանքի մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների եւ հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության եւ ազգային ինքնության պահպանման, եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպես նաեւ նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր հայտարարել է, թե չունեն տվյալ, որ Նաթան Սրբազանի ու Աղանա Բեղա Երնջակյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է։ Պարզ եմ ասում, այս պահին նման տվյալ չունենք, որ դա գաղտնալսվում է։ Մենք ունենք բովանդակային տվյալներ, որտեղ արտացոլված են որոշակի հանցակազմին բնորոշ գործողություններ։ Այդ մասով էլ վարույթ ենք նախաձեռնել։ Ազգային ժողովում հայտարարել է նա։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այս վարույթները նրա համար են, որ կարողանան հետո կալանավորել վեհափառ Հայրապետին, Արթուր Պողոսյանը վստահեցրել է, թե իբր իրենք որևէ վարույթով որևիցե նպատակ չունեն։ Իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն էին տարածել, որում Նաթան Սրբազանի ու վեհափառ Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցությունն է։ Նախկին գավազանակիր Աղանա Բեղա Երնջակյանն այդ ձայնագրությունում վեհափառ Հայրապետին մեղադրում է, թե իբր ստիպում է ինչ-որ միտինգի մասնակցի ընտանիքի անդամների հետ։
Նիկոլ Փաշինյանը կալանավորելու է վեհապարին։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով եկեղեցու դեմ պայքարն ունի զրոյական աջակցություն, ինչը Փաշինյանն ինքը հասկացել է։ Երբ որ ոստիկաններին հագցնում են քաղաքացիական անձանց հագուստ, երբ որ մարդկանց զաստավիտով բերում են Հովանավանքի պղծությանը, Նիկոլը հասկացավ, որ իր ակցիան, ինչքան էլ արտահոսք կազմակերպեցին Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութի, որի վերաբերյալ իհարկե քրեական վարույթ է հարուցված, ինքը հասկացավ, որ դա հանրային աջակցություն չունի, բայց քանի որ ես Նիկոլին շատ լավ եմ ճանաչում, նույնիսկ անգամ հանրային աջակցության, անգամ զրոյական հանրային աջակցությամբ, իսկ եկեղեցու դեմ իր գրոհը ունի հանրային զրոյական աջակցություն, որովհետև անգամ ԿՊ-ականները, ովքեր բերման են ենթարկվում, նրանցից շատերը հետո գնում են տարբեր քահանաների մոտ մեղքերի թողության աղոթք են ստանում, բայց նույնիսկ անգամ հանրային աջակցության, եթե ինքը որոշել է հասնել միջև վեհապարին, ինքը հասնելու է, շատերը ասում են դեհո վեհապարին չի կալանավորելու, ես էլ ասում եմ կալանավորելու է, առանց աչքը թարթելու դա էլ է անելու։ Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի միջև նոյեմբերի 10-ին սպասվող հանդիպումը։ Այս մասին հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ես կարող եմ հաստատել, որ այս հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը այստեղ Սպիտակ տանը, ասել է Լևիթը ի պատասխան հանդիպման վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով առաջիկա հանդիպումը Թրամփի խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերի մի մաս է։ Նոյեմբերի 1-ին Axios-ը հղումանելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին հաղորդել էր, որ Թրամփը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Ալ-Շարային։ Լիբանանը նախընտրում է դիվանագիտական միջոցները Իսրայելի հետ հակամարտությունը լուծելու համար եւ բանակցությունները համարում է օկուպացված տարածքների ազատագրմանը հասնելու միակ միջոցը։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը Բաբդա պալատում Նիդերլանդերի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպումից հետո բանակցություններ սկսելու որոշումը լիբանանցի ժողովրդի համար համընդհանուր ազգային ընտրություն է։ Մենք կարծում ենք, որ դիվանագիտական երկխոսությունն ավելի լավ է, քան ռազմական գործողությունների շարունակությունը, սակայն Իսրայելը չի արձագանքում մեր կոչերին եւ ամեն օր հարձակումներ է իրականացում Լիբանանի հարավում եւ Բեքա հովտում ընդգծել է քաղաքական գործիչը, ինչպես մեջբերում են նախագահի մամուլի ծառայությունը։ Աունը նշել է, որ Իսրայելի հարձակումները սրում են լարվածությունը, վտանգում խաղաղ բնակիչների կյանքը եւ խոչընդոտում պատերազմից տուժած համայնքների վերականգնմանը։ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է ներդնել վիզային նոր մեխանիզմ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար Եվրամիությանը ինտեգրման ուղին վերադառնալու նպատակով։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտա Կոսը։ Նոյեմբերին հուսով է մենք ունենանք վիզային կասեցման նոր մեխանիզմ, որը թույլ կտա նոր միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ, պարզաբանել է Եվրահանձնակատարը։ Կոսի խոսքով Վրաստանը հեռանում է Եվրամիությունից եւ նրա անդամակցության իրական գործընթացը փաստացի կասեցված է 2024 թվականից ի վեր։ Սահմանափակվել է Մոսկվայի Կարմիր հրապարակ մուտքը, փակվել են Նիկոլսկայա փողոցից եւ Վոսկրեսենսկի դարպասից մուտքերը, այս մասին հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները։ Սահմանափակ է նաեւ մետրոյի ելքելի շահագործումը դեպի Մանեժնայա եւ Կարմիր հրապարակներ։ Նոյեմբերի 7-ից 9 Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսվում է բացել կենթանի պատմությունների քաղաք թանգարանը, որը նվիրված է 1941 թվականի ռազմական շքերթի 84-ամյակին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դրել Մինինի եւ Պոժարսկու հուշարձանին, նշելով ազգային միասնության օրը։ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին աջակցություն է ցուցաբերում կանոնական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, հայտարարել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Այո, իհարկե աջակցում ենք, պատասխանել է պատրիարք Կիրիլը լրագրողների այն հարցին, արդյոք Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն։ Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքների վերաբերյալ, որոնք սահմանափակում են կրոնի ազատությունը եւ կրոնական գործունեությունը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ խաղաղության համար կա մի երաշխիք եւ դա երրորդ երկիրը չէ։ Խաղաղապահները չեն, այլ այն է, որ այն համաձայնագրերը, որոնք ստորագրվում են, ձեռնտու են եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը հարատեվություն երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։ Հայաստանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խախտելու այդ պայմանագիրը։ Իմ պատկերացմամբ նաեւ Ադրբեջանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու այն խախտելու, ասել է Արարատ Միրզոյանը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ից 9 աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 6-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։